Խնդրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Ավինյան։ Երևան քաղաքի աղտոտվածության հետ կապված խնդիրը մնում է արձիական եւ դրա հետ կապված նաեւ ավելացել են նորակառույցների նոր շինարարական փոշու խնդիրը։ Մենք ինչ ծրագրեր ունենք, ինչպես ենք պատկերացնում, որ աստիճանաբար բնականաբար դա շարունակական աշխատանք է։ Առաջիկա 3 տարում, 5 տարում ինչպես ենք պատկերացնում, որ այդ խնդիրը կարգավորենք հնարավորինս այնինչ հնարավոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան։ Էականում վերջին տարիների ընթացքում նախ ուզում եմ սկզբից սկսել, թե առհասարակ այս խոսակցությունը ինչից է սկսել։ Երևանի քաղաքապետարանը բոլոր վարչական շրջաններում պարտադրել է բոլոր կառուցապատողներին տեղադրել օդի որակի չափիչ սարքեր։ Եվ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարանի GIS հարթակում on-line հասանելի է Երևան քաղաքում օդի որակի չափիչ սարքերը, որոնք որ տեղադրվել են դեռևս 2024 թվականին, եթե չեմ սխալվում, այսինքն սկսել են 2023-ին արդեն մի քանի հատ ունենք, 2024-ին ավել ունենք եւ այդպես շարունակ։ Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ մենք շատ խորքային վերլուծություններ ենք արել եւ մի քանի կարեւոր եզրահանգման ենք եկել։ Առաջին հերթին Երևան քաղաքում օդի որակը այս պահի դրությամբ լավն է։ Այս պահի դրությամբ բավականին լավն է, այսինքն PM 2.5 AQI-ը 58-ի կարգի է, սա տենց գերազանցից մի փոքր բանն է, ներքև, լավ, այսինքն լավ օդի որակ ունենք։ Արդյոք Երևան քաղաքում հիմա ինտենսիվ շինարարություն չի գնում։ Իհարկե գնում է։ Արդյոք ավտոմեքենաների քանակը կանգնած է։ Իհարկե ոչ, ավտոմեքենաները կան եւ ասեմ ավելին, այս նույն պատկերներ Գառնանը, այսինքն Գառնանը ավելի լավ էր նույնիսկ։ Հիմա մի քանի կարևոր արձանագրում, որ մենք պետքա մեզ համար անենք։ Երևան քաղաքը ոչ միայն Երևան քաղաքը, Վեդի քաղաքը, Արտաշատ քաղաքը եւ Արարատյան գոգավորության մեջ գտնվող բոլոր համայնքները, ներառյալ Թուրքիայի տարածքում։ Այս բոլոր համայնքները իրենք ունենում են խնդիր սկսած նոյեմբեր ամսից։ Ինչա տեղի ունենում։ Մենք բոլորս պատկերացրեք մի հատ sense մեծ կաթսայի մեջ ենք։ Այս մեծ կաթսան ունի կափարիչ, որը որ մթնոլորտային շերտն է։ Այս մթնոլորտային շերտը հիմա մոտավորապես 1200 մետր բարձրության վրա է։ Նոյեմբեր ամսին կլիմայական պայմանների փոփոխությանը զուգահեռ այս մթնոլորտային շերտը 1200 մետրից իջնում է 80 մետրի վրա է հասնում։ Եվ այն ամենը ինչ որ կար 1200 մետրի վրա, այն բոլոր աղտոտիչները, որ կային 1200 մետրի վրա, խտանում են այս 80 մետրի մեջ։ Այս բնակլիմայական երևույթի վրա մենք որևէ ազդեցություն չունենք եւ չենք կարող ունենալ։ Եվ իրականում այստեղ առաջին բանը, որ մենք պետք է արձանագրենք, սա միշտ եղել է այս process-ը, եղել է Երևանում, եղել է Վեդիում, եղել է Թուրքիայի տարածքում, 30 տարի առաջ սրանից, 100 տարի առաջ, 1000 տարի առաջ սրանից եւ սրա դեմ պայքարելու միջոց չկա, բայց ինչա կարելի անել։ Վստահորեն մենք ունենք միջոցներ որոշակիորեն մեղմելու այս իրավիճակը եւ առաջին մեր թիրախը լինելու են կրկին ավտոմեքենաները, որոնց արտանետումները ահռելի ծավալի հենց այդ օրերին, երբ որ այս շերտը իջնում է, այդ օրերին արտանետումները իրանք ոնց որ կրկնակի երակի ավելի վատ ազդեցություն, այսինքն ինչքան շատ բան արտանետվեց այդ օրը, այդ օրերին պահպանվելու է երկար։ Ինչքան դու նվազեցրիր, այդքան որոշակիորեն կկարողանաս մեղմել իրավիճակը։ Մեր հիմնական խնդիրը իհարկե լինելու է խցանումների հարցի լուծման զուգահեռ լուծել նաև ավտոմեքենաների աղտոտման խնդիրը, այսինքն մեկը մյուսով լուծել։ Սրանք ուղիղ փոխկապակցված հարցեր են, բայց եթե մեզ թվում է, որ այս լուծումներից հետո
նոյեմբեր ամսին մենք իրավիճակը էականորեն բարելավելու ենք, սա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև մենք պետք է ընդամենը մեր այս հասկանանք մեր տարածաշրջանը։ Երևան քաղաքը չենք կարող ֆիզիկապես գրկել եւ տանել մեկ այլ հատված, եւ այս խնդրին են բախվում շատ քաղաքներ, որոնք որ մեր տեսակ sense նմանատիպ կաթսայի մեջ են։ Մենք հիմա այդ կաթսայի մեջ են, կափարիչներս որ իջավ, վերջ, այդ խտանում այդ աղտոտիչները եւ սա այս վերլուծությունները եւ այս հիմքը գիտական ստեղծվել է նաեւ կրկին մեր ներդրած այս սարքերի արդյունքում, այսինքն այս ամբողջ ինֆորմացիան վերլուծելու արդյունքում։ Ուղղակի մենք 5-10 տարի առաջ չենք խորացել, չենք իմացել։ Հիմա իմացել ենք, բայց ինձ չի որ կարում ենք շատ ազդենք։ Շնորհակալություն, ելի հարցեր։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ավինյան, տպավորություն ունեցա, որ մեր Երևանյան հիվանդության պես մի բան այլ մեր հետ էս միշտ լինի այդ գոգավորության իմաստով, ախտոտության որոշակի ժամանակահատված։ Եվ երկրորդ կարևոր խնդիրը, որը շատ ցավոտ է եւ կարծում եմ, որ հաստատ գոգավոր բնական պայմանների պատճառ չի, դա մեր ջրհեռացման համակարգը, որ ամեն հեղեղից հետո մենք խնդիր ենք ունենում եւ պետքա վերջապես այս խնդիրը մենք լուծումը վերջնական թե ոչ։ Կրկին պարոն Բագրատյան, այս աշխատանքները, այս ամբողջ ենթակառուցվածքը պետական գույք է եւ պետությունը սկսել է ֆինանսավորել հեղեղատարների նաեւ հիմնանորոգման աշխատանքները այս տարի երկու կարևոր հասցեում իրականացվելու են աշխատանքներ ձեր մատնանշած հենց այդ երկու հասցեներն են, որտեղ որ դուք տեսել եք անընդհատ խնդիր, այդ հասցեներում իրականացվելու են աշխատանքներ եւ ամեն տարի կառավարությանը մենք նոր ծրագրեր ենք առաջարկելու, որոնք որ պետք է իրականացվեն Երևան քաղաքում ձեր մատնանշած խնդիրը լուծելու համար։ Այն երկու վառվող հասցեները, որոնք դուք վստահաբար հենց դա նկատի ունեք, այս տարի լուծվելու են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։